Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ, բարև Տիկին Տալակյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Տիկին Տալակյան, խոսելու ենք եկեղեցու, հոգևորականների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջին շրջանում առաջացած բանավեճից, տարաձայնություններից, հակամարտությունից։ Տպավորություն է, որ վարչապետը սկսել է նոր հեղափոխություն արդեն մեժիր Գարեգին Բ-ին կարգախոսով Արդյոք դա այդպես է Տիկին Տալակյան եւ ինչու հիմա ու ինչու ընդհանրապես։ Գիտեք, սա խորքային խնդիր է, հիմա ես տեսնում եմ քննարկումներ են տեղի ունենում, ուրիշ հարց չունենք, կուսություն, կուսակրոնություն, սա կուսակրոնության հարց չի, դա բոլորն էլ գիտակցում, բոլորն էլ գիտեին, որ Գարեգին II-ը նաեւ ունի աշխարհիկ կյանք, այսպես ասենք, ապրում է աշխարհիկ կյանքով։ Վերջերս նրա պաշտպանների կողմից Աճապահյանը եւ այլն խոսք ապացուցեց, որ ոչ միայն նա է ապրում աշխարհիկ կյանքով, այսինքն իրենք ընդունեցին եւ ասացին, որ դա նորմալ է։ Հիմա չխորանալով այս հարցի մեջ եկեք քաղաքական ենթատեքստը հասկանանք։ Եկեղեցին ինքը հայտ է ներկայացրել քաղաքական process-ներին մասնակցելու, ինչը հակաօրինական կարելի է համարել եկեղեցի պետություն հակասահմանադրական հարաբերություններում։ Երկրորդը, ես միշտ վստահություն եմ ունեցել եւ դա գաղտնիք չի, որ Ռուսաստանը ունի իր ազդեցությունը մեդալների եւ այլ տեսքով մեր հայ առաքելական եկեղեցու վերնախավի վրա։ Ես ցանկանում եմ նշել, որ ես չեմ խոսում եկեղեցու ինստիտուտի մասին, առանձին հոգեվորական մասին, որոնք շատ ազգանվեր են եւ չեն ընդհանրապես միջամտում այս process-ների։ Բայց վերնախավը եւ նրանց ուրեմն կոչերը, լոզունգները Ռուսաստանին չքննադատելը թույլ են տալիս վստահություն ունենալ, որ Ռուսաստանը ունի այստեղ իր ազդեցությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ տեսնելով եւ գուցե տվյալներ ունենալով, որ եկեղեցին ինչ որ խմորումների մաս կարող է դառնալ ընտրությունների ժամանակ, փորձում է դրա դեմը առնել։ Հիմա մենք խոսենք իհարկե չեմ կիսում այն մեթոդները, որը նա որտեղ դա առաջին հերթին իմ կարծիքով վտանգավոր է իր եւ մեր պետության, ինչպես նաեւ հասարակության համերաշխության համար։ Բայց ընդհանուր պատկերը սա է. Նիկոլ Փաշինյանը ուզում է չեզոքացնել եկեղեցու նախկին իշխանությունների եւ ռուսական որոշ շրջանակների ազդեցությունը ընտրությունների վրա։ Այդ մասին էր խոսում նաեւ Բագրատ Կալստանյանի հայտարարությունը, որ ինքը արտաքին ուժերը, արտաքին որոշ ուժեր նրան ինֆորմացիա են հասցնում, որ պետք է անպայման ազատվել Փաշինյանից, որովհետեւ իր շարունակական պաշտոնավարումը կարող է բերել գունավոր հեղափոխությունների, որ չդառնա Հայաստանը սեռական փոքրամասնությունների եւ տարատեսակ այդպիսի նարատիվներ առաջ մղում, նշելով արտաքին ուժերին։ Այո, ճիշտ է, հետո հանդիպումներ ունեցավ, կարծեմ գնաց, եկավ։ Գիտեք, բոլորը կարող են ունենալ հանդիպումներ, բայց եթե դրանից հետո դու գալիս ես ասում ես պիտի ղեկավարը գնա, ես իրեն քննադատում եմ մշտապես, բայց դա չի ընկալվում, երբ ասում ես արտաքին ուժեր։ Պատկերացնում եք, օրինակ 2003 թվականին, 2008 թվականին ընդդիմությունը կանգներ, ասել մենք արտաքին ուժերից ազդակ ունենք, որ Քոչարյանը պիտի գնա։ Նույն րոպեին նա կհայտնվեր համապատասխան վայրում։ Ես եւ քննադատում եմ նաեւ Նիկոլ Փաշինյանին, որ այսի հայտարարություն անողները չեն հարցաքննվում, թե այդ ինչ արտա։ Կարող է Ռուսաստանն, կարող է Թուրքիան, այդ ինչ արտաքին ուժեր են։ Տիկին Տալակյան կարողանա վարչապետը այս մեթոդով ձերբազատվել, հա, արտաքին ուժերի կողմից եկեղեցին կամ հոգևորականներին գործիքայնացնելու այս process-ը կանգնեցնել, ազատվել, հաղթել ի վերջո, որովհետև մենք հասկանում ենք, որ այսպիսով նա դուրս է եկել կարելի ասել եկեղեցու դեմ, այն իմաստով, որ եկեղեցու հոգևորականներն են հիմա կառավարում եկեղեցին եւ նույնիսկ եթե կան հոգևորականներ, որոնք դեմ են հոգևորական վերնախավին, բայց չեն կարող արտահայտվել հասկանալի պատճառներով, այսինքն դեմ է դուրս եկել եւ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների եւ այդ արտաքին ուժերի եւ նաեւ մեր ներքին ընդդիմության դեմ այսպիսի ուժի դեմ կարողանա վարչապետը այն դեպքում, որ գործիքներ չունի ըստ էության, պետական որևէ գործիք չի կարող կիրառել, եթե ինքը այս մեթոդներով առաջարկում։ Ես հուսով եմ եւ ելնում եմ այն կանխավարկածից, որ Փաշինյանը սա շոու չի անում, որպեսզի նորից ծև սպիտակով գնա ընտրությունների, այլ իրոք ուզում է ձերբազատվել այդ ազդեցություններից։ Հիմա ելնենք այդ կանխավարկածից։ Այո, նա չունի գործիքակազմ եւ հիմա շատ փորձագետներ իրավաբաններ խոսում են, որ նրա վերջին քայլերը կարող են հակասահմանադրական որակվել։ Իհարկե, այդտեղ իրավաբանները կարող են բանավիճել, բայց կարող է դա այդպես մատուցվել։ Այն որ եկեղեցին ինքն էլ իրավունք չունի մասնակցել քաղաքականությանը, դա ես միշտ նշել եմ, բայց Նիկոլ Փաշինյանի այս քայլը ինքը լուծում չի առաջարկում։ Ինչու՞։ Մենք չենք կարող Գարեգին Բ-ին հետո փոխենք մյուսով, որտեղ եկեղեցու ողջ
վերնախավը, որը կարող է հավակնել կաթողիկոսության, այդտեղ դասային աստիճաններ կա։ Ես կասկածում եմ, որ այնտեղ մարդ կա, որը ռուսական շրջանակների հետ առողջություն չունի։ Կամ Գարեգին II-ը հեռացավ, Նիկոլ Փաշինյանը ինչպես է ընտրություններին խառնվելու եկեղեցում, կընտրեն, ասենք Աճապահյանին, գուցե ավելի վատ իրավիճակ ստեղծվի, հետո մենք ուրեմն մեր կյանքը թողած, այսպես ասած, մեր անվտանգային խնդիրները, որ մեր աշխարհաքաղաքական լուրջ իրավիճակը եւ մարտահրավերները թողած, պիտի ամեն օր գնանք ժողովրդին տանենք եկեղեցի, ժողովուրդն դե այլ շատ խառը հասկացություն է։ Ես չգիտեմ, մեծամասնությունը աջակցում է այս process-ին։ Իմ լուծումը որն է այստեղ եւ ինչ եմ ես կարծում։ Նիկոլ Փաշինյանը պետք է վստահության հանրաքվեի պես մի բան, դա անունը կարող են տարբեր ձև ներկայացնել, որտեղ հանրաքվեին նա չի կարող այս հարցը դնել, բայց Սահմանադրական դատարանը 2003 թվականին, երբ ընտրությունները այնքան էին կեղծվել, որ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիրները հասան նրան, որ նույնիսկ Գագիկ Հարությունյանը նշեց, որ վստահության հանրաքվեի կարիք կա, իհարկե դա չարվեց։ Նմանատիպ գործընթաց պիտի սկսի։ Այդ հարցը տարբեր ձևակերպումներով ինքը թող որոշի, արդյոք դուք վստահում եք Գարեգին II կաթողիկոսին դնի հարցման, այսպես ասենք, հարցում անվանենք դա։ Ես կարծում եմ ժողովրդի մեծամասնությունը կասի ոչ, հիմա չեմ կարող կանխատեսել եւ դա նաեւ Նիկոլ Փաշինյանը կտեսնի արդյոք ժողովուրդը վստահում է իրեն, դա նաեւ Փաշինյանին կլինի վստահության հանրաքվե։ Եթե պատասխանը լինի ոչ, Նիկոլ Փաշինյանը պիտի ավարտի այս Գարեգին II-ի դեմ իր արշավը եւ ամեն անգամ երբ եկեղեցին ասի, որ մենք ժողովուրդը իրենք սիրում են, չէ, հայ ժողովուրդը, նա պիտի ասի դուք ունեք 2% օրինակ վստահություն։ Նույնը Ռուսաստանին, երբ որ Ռուսաստանը եկեղեցուն փորձի օգտագործել, հասկանա, որ եկեղեցին եւ Ռոբերտ Քոչարյանը ունեն նույն հեղինակություն, եկեղեցին չէ ներողություն, եկեղեցու վերնախավը։ Այս ձևերով նա չի կարող պայքարել Ռուսաստանի, ես Ռուսաստանին եմ նայում, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այն էլ այն իրավիճակում, երբ սա 2018 թվականը չի, նրա հեղինակությունն էլ 102% չի։ Հակառակը կարող են գտնվել մարդիկ, որոնք կպարակտեն, նոր ուրեմն մարտի 1 կարող են ստեղծել եւ օգտագործել, ասել իշխանություններ մեղավոր։ Սա վտանգավոր է։ Հիմա կգանք դրան Տիկին Տարլակյան, վարչապետը այլ ճանապարհով է գնում, համակարգող խումբ է ստեղծում եւ ասում եք համակարգող խումբ կստեղծենք ու հետո ինչով է դա տարբերվում ձեր առաջարկած սահմանադրական այդ հանրաքվեից, որովհետև ձեր առաջարկից հետո ենթադրաբար նորից այսպես ինչ-որ բան պետք է տեղ ունենա, օրինակ եթե մարդիկ ասեն, որ այո չենք վստահում, ապա ինչ քայլեր պետք է տեղ ունենան հաջորդիվ։ Նույն այս սցենարը ինչ որ վարչապետը հիմա է առաջարկում։ Ոչ, ես ասացի, որ դրանից ինքը պիտի հանգիստ թողնի Գարեգին։ Իսկ եթե ասում են, որ այո չենք վստահում։ Այո չենք վստահում, վերջ։ Երբ որ փորձում են մասնակցել քաղաքական process-ներին, հիմա տեսեք որն է խնդիրը։ Այս ուժերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ամբողջ եկեղեցու եւ ժողովրդի դեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի ունենա ապացույց, ինչպես դա արեց Եվրոքվեի վերաբերյալ, որ ժողովուրդը ուզում է գնալ Եվրոմիություն։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ վարչապետը տվյալներ ունենա ձեռքին, որը ասի, որ ահա տեսեք սա է ձեր ռեյտինգը, ապա լեգիտիմացնի Գարեգին II-ին որպես մեր եկեղեցին ներկայացնող, մեր ժողովրդին ներկայացնող անձ։ Այս տարբերակը, որ ինքը ընտրել է, նա հակասահմանադրական կարող է համարվել, նա իրավունք չունի խառնվել եկեղեցու ընտրություններին, որ խառնվի էլ մենք չգիտենք ով է լինելու, նա ինչ որ դրսից մարդ չի կարող բերել դարձնել կաթողիկոս, կարելի ավելի վատ սցենար կարող է լինել, կարող է տանել բախումների, ինչպես եղավ մարտի 1-ին, թափվի արյուն, Ռուսաստանը կարող է միջամտել։ Այս վտանգներից ելնելով, այո, ես կողմ եմ, որ Գարեգին II-ը վերջապես խոսի, նա չի էլ խոսում, երեք էլ որ եկավ, չէ, ինչ ասեց օդանավականում, ասեց կմտածեմ, կասեմ, ծանր իրավիճակ է, խոսիր, ներողություն խնդրիր եւ այս քաղաքական process-ներին մի մասնակցիր։ Հիմա էլ կան Գարեգին II-ին, բայց ես ասեմ, նա չի կարող չմասնակցել, որովհետեւ Ռուսաստանը իր վրա ունի ազդեցության լծակներ։ Գիտե Գարեգին II-ի հոգեբանական կերտվածքը տեսնելով նա կոնֆլիկտային անձ չի, նկատել եք երևի ինքը չի խոսում, բայց քանի որ նա ունի այո, ունի եղբայր Մոսկվայում, քանի որ նա ունի բիզնեսներ եւ խոցելի է, մենք գիտենք, չէ, ռուսական KGB-ն ինչպես է աշխատում, այնպես չի որ նա որ ուզենա կարող է հեռանալ, բայց Փաշինյանը այսպիսով կապալեգիտիմացնի, որ նա ներկայացնում է հայ ժողովրդին եւ հայ եկեղեցին։ Բայց Տիկին Տարլակյան այդ դեպքում եթե մեր կաթողիկոսը ապա լեգիտիմ է, ոչ միայն դե ֆակտո արդեն, այլ դե ձեր առաջարկում նաև դե յուրե կդառնա ապա լեգիտիմ, ապա սա ավելի վտանգավոր չի, որ մեր եկեղեցին չի ունենա ըստ էության հոգևոր առաջնորդ եւ այդ հոգևոր առաջնորդը դե յուրե նաև կլինի ոչ լեգիտիմ։
Սա ինչով վտանգավոր չի եւ ինչով է գուցե լավ։ Եկեղեցում արդեն այն շրջանակները, որոնք դեմ են Գարեգին II-ին, հասկանալով որ եկեղեցին արդեն դուրս է մնում նաեւ հայ ժողովրդի հոգեվոր կյանքից, կարողանան արտահայտվել ձեր ասածն է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի քայլը լինի, ելի եմ ասում, նա չի կարող վերահսկել, թե ով է լինելու հաջորդ կաթողիկոսը, հետո Վովա ջան, մենք այ քանի տարի պիտի բոլորին գնանք զորով հանենք ներողություն ստիպողաբար մայրաթորից։ Հիմա կարող խոսքեր կլինի նաև սահմանադրական փոփոխությունների մասին, ասում չէին բացառում, որ սահմանադրության փոփոխություններ տեղ ունեն եկեղեցի պետություն հարաբերությունում, նաև կաթողիկոսի ընտրության կարգում։ Դե նախ դա երկար process է։ Երկրորդը, մինչև այդ process-ը կատարվի, կարող են երկրում ապակայունացնել իրավիճակը ժողովրդին մասնատելով արդեն։ Երրորդը ինչ նշանակում մասնակցի։ Ասենք ինչ պիտի պետությունը գրի, ես իրավունք ունեմ կաթողիկոս ընտրեմ, հասկանում եք հոգևոր վերնախավը ինքնին ես վստահ եմ կապեր ունեն բոլորը Ռուսաստանի հետ։ Գուցե Գարեգին II-ը նրանցից ամենա, ինչ ասեմ, չեզոքը լինի, ճակերտավոր։ Նիկոլ Փաշինյանը չի, իր մարդկանց չի ներդնելու, դա էլ կստացվի Փաշինյանը իր անձնական կաթողիկոսին է մեզ համար ընտրելու չի կարելի, հասկանում եք, ինքը խնդիրը այնքան խորն է, որ սա մի հարցով այդպես մի հատ խորհուրդ ստեղծելով չի ավարտվում, մի օրենք փոխելով չի ավարտվում։ Ես չեմ ասում իմ ասածը ինչ որ փայլուն բան է, բայց այլ ճանապարհ ես չեմ գտնում, բոլոր մնացած ճանապարհները խոցելի են։ Փաշինյանը, ինչպես դուք նշեցիք, միայնակ չի կարող այսօր դուրս գալ այն քարագլուխ հրեշի դեմ Ռուսաստան նախկին իշխանությունների որոշ հոգևորականներ, որոնք KGB-ի հետ կապեր ունեն, եւ այս հարցը լուծել։ Ես մտածում եմ, դա կարող է հակառակ էֆեկտ ունենալ իր վրա արդեն։ Գալով այդ ձեր նշած քաղաքացիական բախումների հրահարմանը եւ այլն, երեք, ինչպես դուք նշեցիք, ընդդիմությունը իշխան Սաղաթելյանի, Վանեցյան Արթուրի առաջնորդությամբ եւ կոչով մասնակցեց օդանավակայանում Գարեգին Բ-ի դիմավորմանը, որը ինչի համար էր Տիկին Տալակյան, որպեսզի ժողովրդին բերեն Facebook-ից, այդ սոցիալական ցանցերի քննարկումներից ռեալ դաշտ, փորձելով գուցե բախումների տանել կամ հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ կաներ գնալ դիմավորել բողոքի ակտից, ինչի համար, օրինակ աջակցություն ցույց տային, որ ինչ։ Սա երկու նպատակ ունի, ճիշտ եք, մեկը այն, որ բախումներ հրահրեն, բայց ասեն իշխանություններն են մեղավոր, իդեպ իշխանությունը իր որոշ քայլերով ինքն էլ է դրան նպաստում։ Երկրորդը, գուցե իրենք կարծում են, որ Փաշինյանը վստահ չի, որ ժողովուրդը իրեն մեծամասամբ կաջակցի եւ ուզում են այսպես գրգռել, ասել դե փողոց հանի մարդկանց, տեսնենք ինչքան մարդ է դուրս գալու։ Գիտեք, որովհետեւ Հայաստանում սոցիալական հարցումներ վերջի շրջանում չեն եղել Փաշինյանի վստահության, նա պարզ է Facebook-ում շատերը ասում են մեր վարչապետ եւ այլն, բայց մենք չգիտենք իրական իրավիճակը եւ գուցե նախկին իշխանությունները գիտակցելով որ Փաշինյանը չի հավաքի այն լայն զանգվածը, որ օրինակ կար 18-ին, 20-ից հետո, այսպես ուզում են փորձել, որտեղ իրենք ոչինչ չեն կորցրել, եթե Փաշինյանը հավաքել, մեկ է իրենց աջակիցները այնքանն են, որքանով որ կան։ Բայց մի դրական բան կա, որ իրենք դիմավորում են Գարեգին II-ին, նրանք վարկաբեկում են ավելի Գարեգին II-ին, որովհետեւ այնպիսի շրջանակներ են, որոնք իրենք վարկաբեկված են, այսինքն ես այդպես վատ չեմ նայում, որ իրենք դա սկսել են, այլ հարցը, որ իշխանությունը այնքան նուրբ պիտի գործի, էմոցիաները դնի, Նիկոլ Փաշինյանը էմոցիոնալ է, կարող է քայլեր անել, հետո հետ քայլ անել, բայց սա շատ վտանգավոր գիծ է, սա ավտոբուսի գները չի շատ ներողություն, կարմիր գծի հարց չի, որ 150-ն դարձնես 300-ից, սա արդեն իրեն վտանգ է սպառնում եւ դաշնակցությունը միշտ էլ կարող է պորտ գալ, ինչպես ասեց պարոն Մարգարյանը։ Այսինքն այդ ռիսկը ռեալ է, թե ինչ նկատի ունեմ, որ դաշնակցությունը արդյոք գնա դրա ռեալ, թե նա ուղղակի կսնի այդպիսի պորտկումներ, որոնք ինքը ցանկանում է, որովհետեւ ասած չէ, որ դա չի կառավարվում, նույնիսկ իշխանությունը չի կարող կառավարել, մեկ չի կարող կառավարել, դա մի օր պորտկում է տեղի ունենում։ Իրանք դա սնելու են, թե իրանք գնալու են քայլելու։ Երբ իրենք պորտկացին, հիշում եք 99 թվականին, դա ժողովրդից չէր։ Դրա համար նույն կենտրոնների մասին եմ ես միշտ խոսում։ Պորտկումը կարող է իրականացվել այլ կենտրոններից։ Դե հիմա Ռուսաստանից կլինի Թուրքիայից թե Ադրբեջանից, ես չեմ հիմա տարանջատում, նույնիսկ ձեզ ասեմ, բայց ո՞րն է խնդիրը։ Իրենք կասեն, որ դա ժողովրդի ցանկությունն էր եւ կպորտկան։ Եթե իրոք Նիկոլ Փաշինյանը որոշել է քանդել, Լևոն Տեր-Պետրոսյանի ասած, կազմաքանդել այս բուրգը, եթե վտանգ է սպառնում Ռուսաստանի ազդեցությանը, այստեղ արդեն կարմիր գծեր են հայտնվում, Պուտինը նյարդային իրավիճակում է Ուկրաինայում, կարող
կարող է այդ պորտկումը իրականացնել, արդեն Պուտինը չխաղա այլ այսպես ասած Փաշինյանի։ Դրա համար, որպեսի Ռուսաստանի անունը չտրվի, որպեսի եկեղեցու անունը չտրվի, իմ կարծիքով ամենալավ տարբերակը ապա լեգիտիմացնելն է Գարեգին II-ի վստահությունը ժողովրդի շրջանում։ Իշխան Սաղաթելյանը Տիկին Տալակյան խոսեց մինչև վերջ գնալու մասին, ասաց, եթե իրենք մինչև վերջ գնում, մենք ենք պատրաստ մինչև վերջ գնալ, սա տեղավորվում է մեր այդ տրամաբանական եզրանկումների մեջ, ինչ է նշանակում մինչև վերջ գնալ, ուր գնալ, ինչ գործիքներով։ Դե որ Իշխան Սաղաթելյանն է ասում, մի քիչ կասկածելի է, ինքը շատ ասել, որ մինչև վերջ գնալու է, բայց էլի եմ ասում, եթե դա մի կենտրոն է, Վովա ջան, ես ներողություն եմ խնդրում անդադ կրկնվելու համար, բայց իրենք ինքնուրույն անձինք չեն։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը չորոշեց գնալ, ներողություն Գարեգին II-ին հանդիպի, Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն չի մտել քաղաքական դաշտ, Գարեգին II-ը ինքնուրույն չի գնում Բելարուս։ Սա համապատասխան կենտրոններն են, իդեպ Ուկրաինայում հիմա այդ լյուստրացիայի process-ները տեղի ունենում սարսափելի է, բարձրան Ռադայի նախկին պատգամավորների մեծամասնությունը զուգահեռ KGB-ի դպրոցն են ավարտել, սա չգիտեմ, նոնսենս է, ես վախենամ, եթե Հայաստանում այդ լյուստրացիան լինի, դաշտում մարդ չի մնա։ Ահա որ ցավալի բան եմ ասում, Նիկոլ Փաշինյանը մտել է մի process-ի մեջ, որը այն որ ասում մեղվի բույնն է, չէ՞, շատ վտանգավոր է, նա շատ զգուշ եւ ուրեմն ավելի խելամիտ պիտի գործի եւ էմոցիաներին չտրվի, որովհետեւ կրկնում եմ, ես չեմ ուզում, որ ժողովուրդը եւ պետությունը վտանգի մեջ լինեն։ Վանեցյանը խոսում էր եւ ընդհանրապես ընդդիմությունից խոսում է քաղաքացիական պատերազմի, քաղաքացիական բախումների հնարավորության մասին։ Սա ընդդիմությունը ցանկանալու է գեներացնել այսպիսի բախումներ։ Ընդդիմությունը նախկին իշխանությունները, ես իրենց ընդդիմություն չեմ համարում, տիտուլային ընդդիմությունը, տիտղոսային։ Տեսեք, էլի գանք Նիկոլ Փաշինյանը, ինչու է այդ մարդը դուրս գտնվում։ Նրա վրա կա մեղադրանք, խոսում եք Վանեցյանը, որ Զանգեզուրի պղնձամուլի դեր հիմա նստեմ թվարկեմ։ Ասում եք նրանք մեր երկիրը ապակայունացնել ինքը դուրսը մանագալի քիչ է, կուսակցություն ունի, մի հատ էլ շարժում ա ղեկավարում, այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ ա ուզում սրանով անի, գնա ընտրությունների 50 տարի էլ մնա իշխանության, բայց չի մտածում, որ իրենք կգապա չեն թողնի, որ ինքը մնա, իսկ եթե իրան չթողնեն, հետո ինչ ա լինելու երկրում, պառակտելու են, ես չեմ ասում ինքը անփոխարինելի է, բայց այս իրավիճակում նա այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ կամ ինքն է, կամ նրանք են, մենք ստիպված գալիս իրեն ենք փորձում աջակցել, հասկանալով, որ ինքն էլ խաղ է անում նրանց հետ։ Ես ասել եմ, այս քաղաքականությունը Փաշինյանի տանելու է շատ վատ տեղ նախ իր համար, հետո ամբողջ երկրի։ Դրա համար շատ ճիշտ հարցի եկաք, եկեղեցուն հանգիստ թողեք, եկեղեցուն խաղացնողներին անցեք, որոնք նախկին իշխանություն են հայաստանյան։ Հետո դե Պուտինին չեն կարող մենք ձերբակալել, բայց դու կարող ես կտրել Հայաստանում այդ սնուցող օղակներին, չես անում Գարեգին II-ի կուսությունից ես խոսում, սխալ եմ ես սա համարում։ Տիկին Տալակյան գուցե որովհետև նախկին իշխանություններից էր նշած, որ իրենք այդ արտաքին ուժերից տեղական գործիքներն են, գուցե ամենաուժեղը մնացել էր եկեղեցին։ Ոչ, բացարձակապես։ Եկեղեցին ուժեղ է, Գարեգին II-ը ուժեղ չի։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ եկեղեցին ընտրություններին չի մասնակցելու, եկեղեցի անունը օգտագործելով, էլի էս նախքին տեսնում եք, չէ, իրենք էլի հավաքվում են մի տեղ, իրար հետ խնդիր ունենալով, բայց վերջում էլի միանում են իրար, այսինքն եկեղեցին իր տեխնացուին չի առաջադրելու, չէ, Բագրատ Գալստանյանին, այս մարդկանց են աջակցելու, դե դա արդեն չէ, նոնսենս կլինի, շարժում ղեկավարելն ուրիշն է, ընտրություններին մասնակցել ուրիշ է, մանավանդ եթե այդ մարդը իրավունք չունի մասնակցի, հիշում եք, երկքաղաքացի է, դա ավարտեցինք։ Այսինքն իրենք պիտի եկեղեցին այսպես է ծրագիրը աջակցի Հայաստանում ազգային արժեքներ պաշտպանող, այդ իրենց բառերը հավատքը պաշտպանող ուժերին եւ կուսակցություններին։ Դու փոխանակ եկեղեցուն թիրախավորես, այդ ուժերին ավարտի, եկեղեցուն պիտի աջակցի, ինքը ոչի մասնակցելու։ Փաշինյանը դժվար ճանապարհ է գնում, չէ՞ ցանկանալով կորցնել են ընդդիմությունը, որ իրեն հարմար է։ Տիկին Տալակյան, ընդդիմությունը ձեր նշած գիտի չէ, որ ինքը այնքան վարկաբեկված է, որտեղ հայտնվում է այդ մարդուն ոչ թե աջակցում է ըստ էության, այլ ավելի շատ վնասում է։ Դուք էլ դրա մասին խոսեցիք, որ ուրախ եք, որ գնացել են դիմավորելու։ Հիմա ակնհայտ է, չէ՞ որ նրանք գիտեն իրենց թե վարկանիշին են տեղյակ, թե հակավարկանիշից են տեղյակ եւ գիտեն, որ աջակցելով Գարեգին II-ին ըստ էության իրեն ավելի վնասում են։ Հիմա այդ դեպքում ինչու գնացին ու այդպես դեմոնստրատիվ իրենց դեմքով գնացին կանգնեցին Գարեգին II-ի կողքը, ասեցին մենք ձեզ աջակցում ենք, որպեսզի ինչ լինի։
Տեսեք, մի կողմից այո, իրենք գիտեն, որ իրենք վարկաբեկվեն, մյուս կողմից իրենք վարկաբեկելով եկեղեցու հավատքի ձայները, այսպես մի քիչ պարզ ասեմ, ուզում են իրենց վերցնել։ Սա մեկ։ Երկրորդ, իրենք այլ կապիտալ չունեն։ Հիմա նոր բան են մտածել, իդեպի ասեմ դες ժողովրդի շրջանում աշխատում է, որտեղ կա շրջանակներ, որ ասում են այո, մենք չենք ընդունում նախկին իշխանությունները, բայց պետք չի եկեղեցու դեմ գնալ։ Սա շատ վտանգավոր է, սա արդեն նախկին ներկա չի, իրենք պրոպագանդա են անում, որ եկեղեցին է, հավատքն է, քրիստոնեությունն է, սեռական փոքրամասնությունը եւ դա աշխատեց Ամերիկայում։ Դա աշխատեց եվրոպական շատ երկրներում, աճ ուժերը գալիս են իշխանության, սա Ռուսաստանը բոլոր երկրներում օգտագործում է ազգային ուժերին, աջակողմյան ուժերին, եկեղեցին հավատքը իբրև թե, որ ըխտրություններում նրանք ունենան առավելություն եւ մի քանի երկրում, վերջերս էլ Պորտուգալիայում նրանք փոխեցին այդ իշխանությունը, Հայաստանը ինչ փոքր երկիր է, որ Հիմա այդ դեպքում վարչապետի այս քայլերը ըստ էության արդարացված են որտե 26 թվականից առաջ պետք է այդ ձեր նշած ռուսական աջակողմյան իբրազգային ուժերին չեզոքացնել։ Այո, բայց նա չեզոքացնելուց չպիտի երևա եկեղեցու դեմ անց, նա պիտի երևա եկեղեցու կողմ անց։ Դրա համար ինքը պետք է շատ նույնություն քաշվի մի կողմ, թողի որ ժողովուրդը աշխատի, բայց ինքը պիտի չերևա, խումբ ստեղծի, համակարգի, խոսի, անընդհատ զավակից խոսի, վերջ, ինքը պիտի ավարտի։ Ինչպես որ նախկին իշխանությունին բանավեճ էր հրավիրում օրը 10 անգամ, ոչ, ավարտեք, թող իրենք իրար հետ հիմա բանավիճում են Քոչարյանն ու Սարգսյանը, ինքը պիտի հանգիստ թողի, բայց աշխատի։ Իսկ ինչ վերաբերում որ ասում եմ հեղինակություն չունեն, իրենք չունեն հեղինակություն, բայց Հայաստանը փոքր երկիր է եւ ինադ բառ կա, ինադից ելնելով, ինչպես 18 թվականին, որոշ ուժեր գնան ընտրեն ինչպես Գյումրիում, Վովա ջան, մեր նման երկրներում, որտեղ ժողովուրդը աղքատ է, Մոլդովայի նման, գումարը կբաժանվի, կհավաքեն ձայներ, երկիրը կկիսեն, կարողա չգան իշխանության, բայց տարբեր մասերի սիրիացման մոդելը կանեն, իսկ մենք գիտենք, որ այս ուժերը դրանից չեն նեղվի, որ Հայաստանը սիրիականացնեն, այսպես ասած։ Շնորհակալ եմ Տիկին Տալակյան։ CVK-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։